անձեռնմխելիության իրավունքը։ Եվրոպական կոնվենցիայով հանդարտված հիմնավոր կասկածների առկայության պահանջը խախտվել է նաև այլ պատճառով։ Միքայել Սրբազանի մեղադրանքը ներկայացնելուց հետո, ինչպես արդեն իմ գործընկերները ներկայացրեցին, ընդամենը րոպեներ անց արդեն պարզ էր, որ նա կրկին գաղթելու այսպես արգելքն է նաև խախտված, եւ ըստ էության նա կալանքի տակ է գտնվում այդ արգելքի պայմաններում։ Եվրոպական կոնվենցիան բացի հիմնավոր կասկածի չափանիշներից անձին նախնական կալանքի ենթարկելու համար առաջարկում է նաև այլ պայմաններ։ Մասնավորապես անձին ազատությունից զրկելը պետք է լինի նրան իրավասու օրինական մարմին ներկայացնելու համար, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար։ Կոնվենցիայի առաջ է քաշում մի քանի պայման, ըստ այդմ կալանալությունը պետք է ունենա վերը նշված 3 նպատակներից մեկը, եւ ըստ էության դրանք եւս պահպանված չեն, եւ ես որպեսզի նաև ըստ էության ժամանակը խնայեմ միայն արդար դատականության իրավունքի խախտմանը կանդրադառնամ եւ ամփոփեմ։ 6-րդ հոդվածը սահմանում է արդար դատականության իրավունքը եւ ըստ էության բոլոր այն խախտումները, որոնք նկարագրեցին իմ գործընկերների կողմից, դրանք ուրիշ ցույց են դնում արդար դատականության իրավունքի խախտումները Սրբազանի, դրանք ըստ էության ներկայացրեցի գրավոր եւ դրանք գործում կան։ Ես միայն ամփոփելով վերջում նշեմ, որ ըստ էության Միքայել Սրբազանը Եվրոպական դատարանի այս քրեական հետապնդումը Եվրոպական դատարանի նախադատային լույսի ներքո դիտարկելով կարող ենք արձանագրել, որ Միքայել Սրբազանը ձերբակալվել է առանց հիմնավոր կասկածի, արժանացել է անազատության քաղաքական ընդդիմախոսության, կառավարության քննադատության քաղաքական համոզմունքի համար, քանի որ անազատությունը նպատակ ուներ լրացնել կառավարող ուժի նկատմամբ աննազատ հայ առաքելական սուրբ եկեղեցու ներկայացուցիչներին, այն եղել է նաև դժվար գործիք, այն նաև նպատակ ուներ Միքայել Սրբազանին լրացնելու եւ ըստ էության կոնվենցիայի նաև ինչպես նկարագրեցի արդար դատականության մտքի խղճի եւ կրոնի ազատության, արտահայտվելու ազատության եւ տպագրականության արգելքների խախտումը։ Պատվարժան դատարան պաշտպանության կողմը գտնում է, որ Միքայել Սրբազանի նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Մասնավորապես, Միքայել Սրբազանը հասարակությանը հայտնի է որպես հայրենասեր, իր խոսքով եւ գործով։ Անուրանալի է Սրբազանի վաստակը հայ ժողովրդի հոգեվոր կյանքում եւ եկեղեցաշինության գործում։ Նա մշտապես ուշադիր է եղել Հայաստանի եւ հայերին վերաբերող խնդիրներին։ Որպես հոգեվոր առաջնորդ հետևել է պետության կողմից վարվող քաղաքականությանը եւ անհրաժեշտության դեպքում հանրային հարթակում քննադատել է ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանություններին։ Ներկայիս իշխանության, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քաղաքացիական պայմանագիր իշխանական կուսակցության դեմ Միքայել Սրբազանի քննադատությունները առավել հաճախակի եւ սուր են դարձել 44-օրյա պատերազմից եւ առավելապես Արցախի կորստի պատճառով։ Ինչից հետո Միքայել Սրբազանը ենթարկվում է բացահայտ քաղաքական հետապնդման իշխանությունների կողմից եւ որպես հիմնավորում ներկայացվում է փաստերը ըստ օրերի եւ իրադարձությունների։ Միքայել Սրբազանի նկատմամբ այս քրեական հետապնդումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական շարժման հետևանքն է, որը ստանձնարարվել է 2025 թվականի մայիսի 30-ից։ Այս ողջ գործընթացը Միքայել Սրբազանի նկատմամբ իրականում պատժի տարրեր են պարունակում։ Դրանք գտնվել են անմիջապես Նիկոլ Փաշինյանի վերահսկողության ներքո։ Նույնիսկ Միքայել Սրբազանին ձերբակալելու ողջ գործընթացը
զուգորդված է Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարություններով և ուղղորդումներով։ Ճիշտ է վերաքննիչ բողոքի մեջ պատվարժան դատարան մենք լինքերով, այսինքն ապացույցներով հստակ մեր կողմից ներկայացված փաստերի ապացույցները ներկայացրել ենք և նշենք, որ 3 թվա դրությամբ ստուգել է և այդ ապացույցները այսօր հանրային հարթակում։ Այսպես, Միքայել Սրբազանը 2020 թվականից հետո իր հանրային խոսքում մշտապես նշել է, որ պետք է փրկել երկիրը և փոխել այս իշխանությունը հեղաշրջման, հեղափոխության և որևէ հնարավոր ճանապարհով, որպեսզի հայերը չկորցնեն հայրենիքը, Հայաստանի Հանրապետությունը։ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է թիրախավորել նորին սուրբոծություն Տեր-Տեր Գարեգինը ամենայն հայոց կաթողիկոսի, ինչի հիմքով 2018 թվականի հունիս ամսին ստեղծվել է Նոր Հայապետ Նոր Հայաստան շարժումը, որի մասնակիցները տարիներ շարունակ հետևողականորեն լծված են հայոց վրապարի և հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու մի շարք հոգևորականներին հեղինակազրկելու գործին։ Նիկոլ Փաշինյանի ճնշումները հայոց վրապարի և որոշ հոգևորականների նկատմամբ առավել ուշ գնացել է, ինչպես նշվեց 2025 թվականի մայիսի 30-ից։ Մասնավորապես, Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում օրվա ընթացքում մի քանի անգամ ապացույցներ ներկայացված է։ Հոգևորականների հասցեին վիրավորանքներ և հայրանքներ է գրել, զուգահեռաբար պահանջելով, որ Գարեգին Բ. ամենայն հայոց կաթողիկոսը Ազատի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վերանայում։ Բացի այդ սույն թվականի ներեցել 2025 թվականի հաստատան մասը, որ ներկայացրած է, խնդրեմ իրավական մասը ներկայացնեք։ Փաստերը պիտի հնչեցնեք պատվարժան դատարան, որ կարողանան զուգորդել իրավական փաստերի հետ։ Հասկանան, որ ներկայացված է դատախազներն ոգիօրինակը Պատվարժան դատարան, այսպես հասկանալի է։ Ծանոթ մեր ժամանակներ խնայեք առումով։ Նայեք, պատվարժան դատարան, նախ մենք այստեղ բոլորս պաշտպանության կողմը ամբողջովին հաստակազմի և իրավական հիմնավորումների համակցված վերլուծության հնարավորություն ունեցել։ Հասկանում եմ, որ մեզ իրավաբաններից շատ դուրեկան չէ, երբ որ քաղաքականությունը մտնում է դատարան, բայց քաղաքականությունը մենք չենք մտցրել դատարան։ Հետևաբար ես խնդրում եմ թույլ տալ իմ վստահորդի դիրքորոշումը հնչեցնել վերաքննիչ դատարանում, բացառապես վերաքննիչ բողոքի շրջանակներում։ Եթե հնարավորությունը ունեցել եք, փաստեր ներկայացրել են մեղադրանքի հետ կապված, Այսինքն հիմա ձեր ներկայացրածը ընդհանուր մեղադրանքի ծավալից դուրս հաստատան հանգամանքներ է, թեև կարող է ըստ ձեզ կապ ունել ընդհանուր ձեր կողմից ներկայացրած քաղաքական հետաքննման մասով, ձեր կողմից ներկայացրած ընդհանուր համատեքստի հետ, բայց ամեն դեպքում կրկնում հրապարակելու անհրաժեշտություն չկա։ Ես առանձին ապացույցների չեմ պատրաստում։ Դրություն։ Ես առանձին ապացույցների քարտիցի չեմ ուզում հրապարակել, պատվարժան դատարան, ուղղակի հղումներ եմ տալիս, որ հետո արդյոք դատախազության իրավունքի խախտման հետ իրավական կապը տան։ Հակառակ դեպքում, եթե ես բարձրաձայնեմ ուղղակի իրավական հիմնավորումներն ու եվրոպական դատարանի կարգավորումները, եթե փաստական հանգամանքների հետ նշում, փաստական հանգամանքները չնշեմ, տրամաբանական կապը կկորի, ու հետևաբար ես հիմա փորձում եմ առավելագույն սեղմ այդ կապերը տալ և միտք ձևավորել։ Այս հաշվառները որ ծանոթ են դրանք առաջարկում մասնեք այդ մասը։ Ապացուցողական ապացույցների հստակ թվարկման մասով ու այդ բառամթերքի մասով հաստատ դատարանը միտք չի հնչում։
Եվ այսպես վարչապետի հետապնդումները հոգևորականների նկատմամբ շարունակվել են 2025 թվականի հունիսի 2, հունիսի 3, հունիսի 4 եւ կրկին թիրախավորվել է Միքայել Սրբազանը, նա մեղադրվել է պղծության եւ այլ մեղքերի մեջ։ Հայոց վերապարին վարկաբեկող գրառումներ անելով պահանջել է անհապա ազատել մայրաթոր նկատի ունեն վարչապետ Փաշինյանը։ 25 թվականի հունիսի 10-ին վարչապետը դիմել է քաղաքացիներին խմբեր կազմելու, մայրաթոր ազատելու եւ նոր ընտրություններ կազմակերպելու կոչով, փաստացի մայրաթորի վրա բազմություն տանելու եւ բռնի գործողություններ կատարելու նպատակով։ Նույնիսկ մարդկանց հավաքագրելու համար համակարգող խմբի էլեկտրոնային կոնտակտներ են հրապարակվել։ Դրանից հետո գրեթե ամեն օր վարչապետ Փաշինյանը վիրավորական եւ հայաստանյան առաքելական Սուրբ Եկեղեցու կաթողիկոսի եւ հոգեվորականների հասցեին շարունակել է հայոյանական պահպանող գրառումներ կատարել։ Փաշինյանի կողմից առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորների նկատմամբ ճնշումներն ու սպառնալիքները հավանության են արժանացել քաղաքացիական պայմանագիր իշխանության կուսակցության անդամների կողմից եւ հանրային հարթակում արտապատվել են, կիսվել են, կրկնել են նույն գրառումները, զրպարտությունները, հայհոյանքները եւ այստեղ ուշագրավը այն է եղել, որ ըստ Փաշինյանի գնահատման այն հոգեվորականները, որոնք չեն հնազանդվում իշխանությանը, ենթակա են այսպիսի բառամթերքի եւ որակումների։ Հոգեվորականներին ուղղված վարկաբեկումները շարունակվել են մինչև հոկտեմբերի 31-ը 2025 թվականին։ 25 թվականի հունիսի 27-ին դիտել Միքայել Սրբազանը գտնվել է Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եւ որպես համակարգող մասնակցել է քահանաների հերթական ժողովին, որի կազմակերպչական աշխատանքները սկսված են եղել դեռևս մեկ ամիս առաջ։ Այդ ժողովի ժամանակ հայտնի է դարձել, որ Սրբազանի Գյումրի քաղաքում գտնվող կեցավայրում քննչական կոմիտեն իրականացնում է խուզարկություն եւ բացի այդ Սրբազանի ձեռնարկալելու որոշում է կայացվել եւ այդ որոշման կատարման համար ԱԱԾ աշխատակիցները, ինչպես նաեւ ոստիկանության լրացուցիչ ուժերը եկել են Մայրաթորի տարածք։ Սրբազանի ձեռնարկալելու փորձերի ընթացքում վարչապետ Փաշինյանը Մայրաթորի տարածքում ոստիկանության եւ ԱԱԾ ծառայողների գտնվելու ժամանակահատվածում իր ֆեյսբուքյան էջում հոգեվորականներին վերաբերող ծաղրական, կալանավորումը ուղղորդող, սպառնալիք պարունակող եւ Սրբազանին թաքնվելու մեջ մեղադրող գրառումներ է կատարել։ Բացի այդ, քաղաքացիական պայմանագրի կուսակցության արժեքավոր Վահագն Ալեքսանյանը այդ ընթացքում հրապարակում է կատարել, որ Միքայել Աչապայանին դատարանը կալանավորել է։ Քրեական վարույթի հենց սկզբում քննչական կոմիտեի նախագահը հմերի եթերում խոսել է այն մասին, թե իբրև այս քրեական վարույթի հանգամանքները մանիպուլացվում են ինչ-որ անձանց կողմից եւ չակերտավոր փաստարկները ներկայացրել, որ arczepiskopos Աչապայանի արարքը ուղղակիորեն կապ ունի Բագրատ Գալստանյանի եւ այդ գործողանցող լույս անձանց կողմից ահաբեկչության նախապատրաստության ենթադրյալ հանցանքի հետ եւ դրա վերաբերյալ իրենք ունեն բավարար ապացույցներ։ Այստեղ միջակայք դնում պատվարժան դատարան։ Այսօր 2026 թվականի հունիսի 17-ն է եւ մենք կարող ենք արձանագրել, որ քննչական կոմիտեի ղեկավարի կողմից մատնանշված բավարար ապացույցները գոյություն չունեն եւ այս միտքը մեղմ ասած չի համապատասխանում ոչ իրավականությանը, ոչ իրականությանը։ 2025 թվականի հուլիսի 7-ին վարչապետ Փաշինյանը կատարում է հետևյալ գրառումը։ Առավել ևս այս պարագայում վաղաշաբաթ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող փակվելու իրավապահների համար։ Միքայել Սրբազանի պաշտպանական թիմը Փաշինյանի այս հայտարարությունը գնահատել է որպես դատախազությանը եւ քննչական մարմնին ուղղված պատվեր կամ հանձնարարություն, խուզարկություն կամ ձեռնարկատվություն Մայրաթորում դատավարական գործողություններ իրականացնելու համար։ Ինչպես պարոն Հարությունյանը իրավացիորեն նշեց, 2025 թվականի հուլիսի 8-ին հմեկի եթերում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հարցազրույց Պետրոս Ղազարյանի հաղորդման ընթացքում անդրադարձել է Սրբազանի մեղադրանքին եւ նույնիսկ Պետրոս Ղազարյանը, որ իրավաբան չի, իր հարցադրման մեջ նույնպես ճիշտ այսպես իրավական շեշտ է դրել, ասելով, որ չկրկնեմ այդ նույն հարցը, ասելա ոնց
Այդ ոնց կարող է այդպես բան լինել։ Գլխավոր դատախազը պատասխանել է թիվս այդ շարադրանքի, որ նոր գնահատականներ են տալիս, ու քրեական դատավարության մեջ մենք ունեցել ենք նոր ինստիտուտ, նոր լույսի ներքո, այդ կրկին դատվելու արգելքի ամփոփության, ինչպես պարոն նորից իրեն հղում տան, կրկին դատվելու արգելքի կրկնակի խախտման պարագայում, մենք քրեական դատավարությունում, իդեմս մեր հանրապետության դատախազի մեկնաբանման, ունենք նոր ինստիտուտ, նոր լույսի ներքո մեկնաբանման հնարավորություն։ Պետրոս Ղազարյանի այդ հաղորդման մեջ հաջորդ հարցին, բայց տեսեք, լրագրողը հարցնում է, ասել եք, նկատունի Սեփազանին, ասել եք, սենց, պատասխանում է լրագրողի հարցին, եւ դա դուրս է գալիս, որ առանձին ոչում է դիմում, նորից հարցնում է Պետրոս Ղազարյանը, դատախազին ասում է, եւ դա նորից առանձին ոչ է դիտարկվում, ու Վարդապետյանը պատասխանում է, որ բայց ասում է դա են կոնտեքստում եւ Սրբազան պայքար շարժման վերաբերյալ արդեն ԱԱԾ բացահայտում կա։ Նորից վեկտորը բերվում է, կապվում է Բագրատ Սրբազանի գործի հետ, որը ընդհանրապես օբյեկտիվ իրականության մեջ ոչ ապացուցվեց, ոչ էլ գործում է։ Արդեն այս քննարկումները կան եւ երևում է նաեւ, որ այս բացահայտումը կա։ Եվ իրական լինելը բոլոր այս գործողությունների պլանավորման կանխատեսման, որի մասին մենք խոսում ենք, տեսեք, եթե կոնտեքստից կտրում ենք։ Մինչդեռ հարկ է արձանագրել, որ Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի հունիսի 17-ին, երբ ըստ դատախազի դեռ Սրբազանը չէր վերահաստատելու նախորդ հարցազրույցը եւ բնականաբար չէր կարող լինել որևէ կոնտեքստ։ Բացի այդ, քրեական վարույթը նախաձեռնվելով այն 5 քրեական վարույթը, նախաձեռնման մասով դատախազը նշել է, որ 24 թվականի հարցազրույցը իրենք այդ ժամանակ գնահատել են նվազ վտանգավորության մեջ։ Այս դեպքում պաշտպանության կողմի պնդման ակնհայտ է, որ պետության բարձրաստիճան պաշտոնյաները քրեական կոմիտեի նախագահ դատախազ, որոնք կոչված են ապահովելու եւ երաշխավորելու օրենքի եւ իրավունքի գերակայությունը, արդար քրեական վարույթը հենց իրենք են հակառակ օրենքի տրամաբանության լծվել դեռևս նախաքննության սկզբնական փուլից կոնկրետ Սրբազանի մեղադրանքը հրապարակայնորեն հիմնավորելու գործին։ Իսկ երկրի վարչապետը անթափույց հրապարակումներով ծաղրում ուղղորդում է այս իրավաբանական, եթե կարելի է խոսել, գործընթացը։ Նման ներքերի փաստերը թույլ են տալիս պաշտպանության կողմին հիմնավոր դատողություն համեզրահի մասին, որ մեր պաշտպանյալը ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Սրանք միջամտություն են արդարադատության գործընթացին։ Ակներ է, որ քրեական վարույթի ողջ գործընթացում մենք չենք ունեցել անկողմնակալ քննիչ, անկողմնակալ դատախազ, անկողմնակալ դատարան։ Նման պայմաններում արդար դատաքննության մասին խոսք չի կարող։ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության իրավունքի կարևոր եւ առաջնային պահանջներից է գործերի անկախ արտաքին ազդեցությունից զերծ դատարանի կողմից քննությունը։ Այս պահանջը բոլորս գիտենք, անհրաժեշտ է երաշխավորելու համար դատարանի անաչառությունը եւ դատաքննության օբյեկտիվությունը։ Միայն արտաքին ազդեցությունից զերծ դատարանը կարող է ապահովել իրավունքների եւ դրանց սահմանափակումների կիրառման արդարացի հավասարակշռությունը եւ եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ միայն այն հաստատությունը, որը ունի լիարժեք իրավասություն եւ բավարարում է մի շարք պահանջներ, ինչպիսիք են գործադիր իշխանությունից եւ դրա կողմերից անկախությունը, կարող է արժանանալ տրիբունալ անվանմանը 6-րդ հոդվածի իմաստով։ Այսպիսով պատվարժան դատարան մենք գտնում ենք, որ անկախության եւ անաչառության չափանիշները, որոնց վերաբերյալ եվրոպական դատարանի մի շարք որոշումներով նախապայմաններու չափորոշիչներն առանձնացված են, այս պարագայում առկա չեն, այս գործի շրջանակում մենք չենք ունեցել անկախ եւ անաչառ դատարան։ Եվ ըստ էության մենք գտնում ենք, որ արդար դատաքննության իրավունքը պահանջում է, այո, որ
լինի լիակատար անկախություն եւ պետական ազդեցությունից հետևանտերի ազդեցությունից, ինչպես որ նշված է, Եվրոպական դատարանի որոշումներում, ինստիտուցիոնալ երաշխիքներով ապահովված միջավայրում պետք է այս ամբողջ քննությունը ընթանա։ Մինչդեռ գործադիր եւ օրենսդիր իշխանության հրապարակային ազդեցություններով եւ ճնշումներով մենք ունենք այսօր այս ապօրինի դատական ակտը մեր պաշտպանյալի գործով։ Նկատեք, որ Միքայել Սրբազանի նկատմամբ հետապնդումը իրականացվել է Հայաստանում կառավարող ուժի եւ գործադիր իշխանության սանձազերծված հակաերևեցական արշավի համատեքստում։ Սա մենք պատահական չենք նշում, որովհետև սա մի ամբողջ համալիր գործընթաց է, որը մեր գնահատման ոչ միայն առնչություն ունի մեր վստահորդի հետ, այլ ամբողջովին մեր ուրեմն առաքելական սուրբ եկեղեցու գործունեության եւ մեր ուրեմն վերաբար հայրապետի հետ։ Արդյունքում դատական մարմինները Սրբազանի նախնական կալանքի հարցը քննելիս, թե գործի էական քննության ամբողջ ընթացքում գտնվել են գործադիր իշխանության եւ նաեւ գործադիր իշխանության քաղաքական ներկայացուցիչների մշտական հրապարակային ճնշման ներքո եւ ճնշման առավել ցայտուն պատկերը մենք արդեն ապացույց առ ապացույց, փաստ ներկայացրեցինք, հետևաբար դրանց հարադարձ չենք կատարվել։ Եվ պատվարժան դատը։ Սրանց զուգահեռ Միքայել Սրբազանի թե նախնական կալանքի, թե ըստ էության գործի քննության բարույթները մեր գնահատման հանձնարարվել են այնպիսի դատարանների, դրա մասին մենք բազմիցս արդեն խոսելու, որ հանրության շրջանում ընկալվում է որպես այսպես գործադիր իշխանության կողմնակիցներ, ճակերտաբար ասած, եւ առնվազն իշխանության կամքը կատարողներ, եւ դա հասարակական ընկալման մակարդակում պատժական։ Եվ հայտնի է նաեւ, որ իշխանության կամքը չկատարող դատավորներին կարգապահական պատասխանատվությունների ենթարկելու ընդհանուր դատավորի պաշտոնից ազատելու վերջի տարիների պրակտիկան Հայաստանում աննախադեպ է եւ այսպես ուղիղ հայերային անդրադարձանում այս վիճակում։ Այսպիսով սույն բողոքում, մեր բողոքում, նշված փաստերը թե առանձին, թե միասին վկայում են, որ Միքայել arczepiskopos Աջակալյանը կալանավորվել եւ դատապարտվել է դատարանների կողմից, որոնք չեն կարող անկախ եւ առաջար համարվել։ Արդյունքում կողմը խախտվել է Միքայել Սրբազանի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ միջազգային հանրաճանաչ փաստաթղթերով երաշխավորված արդար դատապարտության իրավունք։ Այլ երկրացանություն կա։ Միքայել Սրբազանը, որ ասում